Երբ չգիտեք, թե որն է ճիշտ պատասխանը, երբ խճճվել եք ձեր հարցերի մեջ, ձեզ օգնության են հասնում մարդիկ, ովքեր տեսնում են անտեսանելին։ Այսօր, հենց այս տաղավարում մենք կրկին հանդիպել ենք ու գաղտնի հյուրի անցյալը, ներկան ու ապագան դարձնելու ենք հանրային միայն մեկ մարդու շնորհիվ։ Լավագույն պայծառատես ճանաչված Անի Գրիգորյանը կրկին մեր նախագծի շրջանակներում բարձրաձայնելու է այն ամենի մասին, ինչը հաճախ հյուրերը թաքցնում են անգամ իրենք իրենցից, բարի գալուստ տեսնելով անտեսանելին նախագիծ։ Անի, բարի երեկո, կրկին հանդիպել ենք ու կրկին վստահաբար գեղեցիկ բացահայտումներով լեցուն երեկո ենք ունենալ։ Բարի երեկո, Ասադուր ջան, միանշանակ։ Մեր գաղտնի հյուրն արդեն գաղտնի սենյակում հետևում է մեզ զրույցին ու ինչպես նախորոք խնդրել էի իրեն, անձնական իր է բերել։ Չէ, չենք ուզում իր անձնական իրը, ուզում եմ, որ այս մատրյոշկեն, այս սիրուն մատրյոշկեն պահի մի 5 րոպե իր ձեռքի մեջ, շփվի հետը ու վերադարձնի ինձ։ Բարի, ինչպես կամենաք, այսպեսին են պայծառատեսները, միշտ անկանխատեսելի եւ որոշումներում կտրուկ։ Խնդրեմ մեր ադմինիստրատիվ խմբին փոխանցել իր գաղտնի հյուրին։ Շնորհակալ եմ, ես վստահ եմ, որ մեր պայծառատեսը չգիտի, որ ես ինքս մատրյոշկաների կոլեկցիա ունեմ, հավաքում եմ ընդհանրապես այս խախլամայի աշխատանքը ես շատ սիրում եմ եւ ես ինքս ով գալիս է Մոսկվայից կամ Նիժնի Նովգորոդից կամ Կազանից, ես ինքս Յակուտսկից ֆանտաստիկ մատրյոշկաներ եմ բերել։ Ահա, հիմա ես փորձեմ պահել 5 րոպե, ինչպես մեր Անին ասեց, ձեռքիս մեջ, հետո տեսնենք ինչ կասի։ Քանի հյուրը շփվում է մատրյոշկայի հետ, Անի, ինչու որոշեցիք, որ հենց մատրյոշկա պետք է բերեք։ Դա իմ գաղտնիքն է։ Ես քիչ առաջ լսում էի հյուրի մեկնաբանությունը, հյուրը տարիներ շարունակ։ Որովհետև ինքը նախ սիրում է, ունի մատրյոշկաներ, հետո մատրյոշկեն երզգայուն էներգետիկ դաշտ ունի, ինքը փայտից է կառուցված ու այդ մատրյոշկայով ես իրեն շատ ասելիք ունեմ, քանի այդ անձնական իրը ես չգիտեմ հագուստեր ինչ էր որ ուզում էր ուղարկեր, մատրյոշկան ավելի մեծ էներգետիկ դաշտ ունի, քան իր հագուստից ինչ որ մասնիկ, ես չգիտեմ ինչ մասնիկ էր ուղարկելու, բայց մատրյոշկան լավ բան է։ Դե ես արդեն ասել եմ, որ չեմ հավատում գուշակություններին, երբեք չեմ հավատացել, երբեք գուշակի մոտ չեմ գնացել, մեր նախնական զրույցում այդ մասին ասեցիք, բայց ես չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր հատուկ էներգետիկա ունեն, հիմա կփորձենք հասկանալ։ Բարի, խնդրեմ փոխանցեք արդեն։ Լավ, սիրով, հիմա տղաները գան, այս է սիրուն մատրյոշկան, որ ես պահեցի իմ ձեռքերի մեջ, իմ էներգետիկան փոխանցեմ, հիմա ես ինքս էլ հետաքրքրությամբ կլսեմ, տեսնեմ մեր պայծառատեսը կկարողանա իմ անհավատությունը ընդհանրապես գուշակությունների հանդեպ կոտրել։ Համեցեք ան։ Դա-դա-դա-դամ։ Շատ խելացի լավ կինո։ Շատ լավ օծանելի կացան է, հոդը դուրս եկավ։ Ես հոդերի հանդեպ մի քիչ վատ եմ, բայց իր օծանելիքը լավն էր։ Մարկ Էնտոնի Բարուագանի մետ իմ սիրած օծանելիքն է։ Իրականում շատ կիրթ խելացի կին է։ Ճիշտ է, որոշ մարդիկ իրան չեն սիրում, ասում են չարալեզու, նախանձում են, հասկանում ես այս կնոջը, չափից դուրս նախանձում են, որտեվ ինքը գաղափարապես շատ զարգացած կին է։ Այս կնոջը ես երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի չեմ տեսնում։ Ավելի շատ ինքը ոնց որ sense կայացած լիդեր, հա, այդ ոճի անձնավորություն է։ Հեսակը հասկանամով է։ Շատ չափից դուրս հավանական է, որ ինքը քաղաքական գործիչ լինի, որովհետև գիտեք ոնց իր լեզուն իր թշնամին է։ Ախր վատ կնիկ չէ, որ մեր Գյումրվա ասածով ասեմ, պրոստը այն, որ թեկուզ իմանա, որ իր վիզը պետք է կտրեն, ինքը այդ բերանից եկածը կասի կպրծնի, հասկանում ես, այդ վիճակն է։ Բայց ինձ տպավորությունն է, որ այս
տվյալ կնոջը ես ինչ որտեղ էլի եմ նայել, Ճիշտ է, կամ ես եմ շփոթում։ չի շփոթում, մենք մի անգամ արդեն առիթ ունեցել ենք մի այլ հաղորդման ընթացքում Անի հետ հաղորդակցվելու։ Կամ նենց տպավորություն է, որ մի քանի տարի առաջ եղել է ոնց որ տենց դեպ, բայց ես երևի խառնում եմ։ Ինքը շատ սիրուն մազեր ունի սև, դեմքի վրա փոփոխություններ է կատարվել։ Քիթ է վիրահատած։ No, կյանքում ոչ մի ես կատեգորիկ դեմ եմ պլաստիկ վիրահատություններին։ Ինչ որ փոքրացրած բան կա, թե դեմքն է ցկած, ինչ արած, այս աչքերի այս հատվածում ինչ որ ցկած բան կա։ Որ ես տեսնում եմ, որ դեմքը ցկված է։ Կարող է եւ ինքը նեղանա դրանից։ Չեմ նեղանում, բայց պարզապես ինչի եմ ինտերակտիվ արձագանքում, ես բոլորը գիտեն, որ ես պլաստիկ վիրահատությունների, ֆիլերների այդ այլանդակ բաներին կատեգորիկ դեմ եմ։ Տեսեք, նայեք, մատրյոշկաս չոլկայով է, չէ՞, բայց չոլկան թեք է։ Ժամանակին ինքը սենց չոլկայա ունեցե, բայց հիմի հանած է այդ չոլկան։ Վայ այնքան գիտեք ոնց է ինքը։ Ինքը շատ երիտասարդ տարիքում, չասեմ հասցեր, բայց ինչ որ տենց ուսանողական ժամանակ ինչ որ մեկը եղել է ու ինքը լավավար չի ունեցել, կիսատ է մնացել, հասկանում ես, բայց այդ կիսատ սիրուց մի հատ շատ խելացի լավ աղջիկ ունի ինքը, շատ խելացի լավ աղջիկ։ Ինքը, տեսեք, ունեցել է մի հատ մեծ ու նվիրական սեր, շատ մեծ ու նվիրական, որը եւ եղել է իր ամուսինը։ Ու այդ ամուսինը, գիտեք, իրա նման խելացի է եղել ու իրա նման, չեմ ուզում այդ բառն ասեմ չվիրավորվի հյուրը, վայրենի կազան ոնց որ երկուսով լինեն։ Երկու կազան, բայց երկու շատ մեծ սեր ունեցող մարդիկ, հասկանում ես։ Ունեց տպավորություն է, որ իրա կողակիցը ոնց որ իմ ակցենտով խոսի, ես չգիտեմ, միգուցե Շիրակի դաշտավայրից ա եղել, միգուցե Գյումրեցի ա եղել, բայց այս ներկա պահին այս տվյալ անձը մահացած է, հասկանում եք, բայց այս կնոջ մոտ, գիտեք ոնց է, կարոտ, սարսափելի կարոտ, ինքը գիտես մինչև առեսօր է իր մարդուն սիրում է։ Իր համար իր մարդը մեռած չի, հասկանում եք, ու այդ կարոտը ոնց որ օրորի ավելի է սենց թարմանում, գիտեք, չէ, ճիշտ է, իրանք շատ հաճախակի վիճել են, նույնիսկ ինքը մարդուն է խփե, մարդը իրան է խփե, տվե, ջարդե, տան եղածածից հետ փշեր, ոնց որ երկու խելակար, մոլակար քժեր լինեն, բայց հատուկ այդ մարդը ստեղծվել է այս կնոջ համար, հասկանում ես, այն որ ասում է կողագիցը, կողից որ Ադամը ստեղծել է, այ այդ իրավիճակն է, բայց էլի եմ կրկնում, գիտեք, կարող է իր կյանքում ուրիշ սերեր եղած լինեն, ամուսնուց հետո կան, բայց ասենք լիարժեք բնույթ չեն կրել, ինչ որ ինքը ուզեցել է, որ ինչ որ մեկի բացը լրացնի, բայց այս տվյալ անձի տեղը ոչ մեկ չի լրացնում իր կյանքում, հասկանում ես, ինքը կարող է, ասենք, ցույց չտա, որ իր կարոտը խելագար կարոտ է, որովհետև այդպիսի րոպե, այդպիսի վայրկյան, այդպիսի ժամ չկա, որ ինքը իր մարդուն չհիշի։ Բնականաբար որևէ մեկը չէր կարող Սամվելի տեղը լրացնել, որտեղ դա անհնար է, այդպիսի երկրորդ տղամարդ ինձ համար բնականաբար բնության մեջ չկա։ Ուզում եմ, գիտեք, հասկանամ, ինչ որ իր ամուսինը ոնց որ հրեշտակ դարձած, հա, ու ինքը տես հիմի ինձ հյուր է եկել, բայց այս տվյալ տղամարդը իր հետ եկել է ու ես ինչից հասկացա, որ ակցենտով է խոսում, որտեվ գրական չի խոսում, կարող է ինքը նախ շատ խելացի մարդ է եղել, ինչ որ թղթեր եմ այս մարդու հետ կապված տեսնում, բայց չեմ հասկանում ինչ եղել, բայց անընդհատ ինչ որ սենց գիտես ոնց, մեկը ոնց որ ինձ հուշի, թե ես չգիտեմ, կարող է եւ ես սխալվում եմ, եթե սխալվում եմ, թող հյուրը ինձ ուղի, կամ այս տվյալ անձի անունը Սամվել ա եղել, կամ ինչ որ տենց հարազատ այս մարդկանց մարդ կա, որը տենց Սամվել անունով է։ Սամվելա, բայց անընդհատ այսքան ճշգրիտ հնարավոր չի նկարագրել։ Դա Ասադուր ջան, անկեղծ ասած, ես տպավորություն ունեմ, որ Անին գիտի, թե մեր գաղտնի հյուրը ով է, բայց շարունակենք լսել։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, հյուրը կասկածներ ունի, շատ մեծ կասկածներ ունի, որ դուք տեղեկացված եք։ Դե որ կասկած ունի, թող թողա գնա, ինչի է եկել։
Ինչ է եկել։ Չէ, որովհետև այդքան ճշգրիտ հնարավոր չի նկարագրել։ Հյուրը նշում է, որ մինչ այս պահը դուք ամենայն ճշգրտությամբ Բացարձակ ճշգրտությամբ։ Ես իմ կյանքում երբեք չեմ սխալվում, եթե մենք կարող ենք դադարեցնենք, որտեվ ես իմ ծնված օրվանից մինչև առեսօր, երբ որ նայում եմ, ես ոչ մեկին չեմ պրոպագանդել, որ ինձ հավատա, ու այսօր ինձ աշխարհն է ճանաչում, այնպես չի, որ իր ասելով պետք է ինձ հավանեն կամ չհավանեն, եթե կասկածներ ունի, թող թողնի գնա, կամքը իրանն է, ես չեմ իրեն պրոպագանդե կամ խնդրե, որ կա, եթե մի բանը լավ է, ուրեմն կասկածներ կա, թող գնա, կարանք դադարեցնենք հաղորդումը, Հարգելի գաղտնիներ, շարունակում ենք, թե դադարեցնենք։ Շարունակում ենք, իհարկե հետաքրքիր է։ Իսկ կլինի ես որոշեմ, շարունակենք, թե չշարունակենք։ Ես իբրև հաղորդման հեղինակի խնդրում եմ շարունակել հաղորդումը։ Արդեն ինձ դուր չեկավ այս պատրվակը, ես նորից ասեցի, որ եթե հյուրը ունի երկար լեզու, կարող է աճ ու ցախ խոսել, կարող է ինքը որպես այսպեսին վիրավորի կառավարությանը այդ իր խնդիրն է, որտեղ դուք շատ լավ գիտեք, որ ես ոչ կառավարությանն եմ պաշտպանում, ոչ օրենքին, բայց ես երբեք թույլ չեմ տա, որ ինչ որ մեկը հանգարց իմ շնորհը կասկածի տակ չնի։ Ես էլ երբևէ թույլ չեմ տա, որ այն ինչ ես մտածում եմ, ինչ որ մեկը ինձ արգելի ասել այն, ինչ ես մտածում եմ։ Ու էլի եմ կրկնում, ինձ թվում է մեզանից ոչ մեկ իրան չի խնդրել, որ կա։ Հյուրը կարծում եմ, թե ձեր ճշգրտությունից ձևավորել էր նման կասկածներ։ Ինձ թվում է հյուրը կանել միամիտ չի ու շատ լավ գիտի իմ ով լինել է իմ հաղորդումները, ուղղակի նորից եմ ուզում կրկնեմ, երբ որ կա մի հատ լավ բան, մեր հայազգը սովոր է, որ այդ լավ բանը փչացնի, հասկանում եք։ Շարունակում ենք, անի։ Հյուրը շատ է սիրում, գիտես, ճամփորդել ու ճամփորդում է իր թորի հետ, աղջիկա, երեխու հետ ու էլի եմ ասում, ինքը ունեցել է ղեկավար, որին ինքը շատ հավատարիմ ա եղել, չափից դուրս հավատարիմ ա եղել։ Այո, միանշանակ։ Բայց ներկապահին ինքը այդ տվյալ անձի հետ ոչ մի կապ չունի։ Բայց ես էլի եմ կրկնում, տվյալ կնոջը անպարով արկիտեր չեմ տեսնում, որ ինքը այսպես ցփնված տղամարդկանց քանակներ ունի, բայց իր կյանքում մի 2-3 տարի առաջ ինչ որ տղամարդ ա եղել, որը որ չափից դուրս սդախոս ա եղել։ Խապեպա, սդախոս, այն որ կա չէ հատուկ քծող, խապող։ Այդպիսի տղամարդ, իսկ ներկապահին իր կյանքում ես հələ որ տղամարդ չեմ տեսնում ու երբ որ իր կյանքում տղամարդ ա լինում, ինքը այդքան ուժեղ չի լինում, հասկանում ես ինչ եմ ասում, իր էներգետիկ դաշտը ոնց որ թուլանում է, երբ որ ինքը սիրահարվում է, ինքը սենց գիտեք ոնց է թուլանում է, հասկանում եք, բայց երբ որ ինքը արդեն կողքը մարդ չկա սիրահարված չէ, ինքը ավելի ուժեղ է։ Ես կարծում եմ ցանկացած կնոջ դեպքում է այդպես սերը կնոջը թուլացնում է։ Այս կինը իրան գիտեք չէ, նույնիսկ իր համար դագաղ են պատվիրել, ծաղկեպսակ են դրել իրանց տանշեմին, թե ինչ որ իբր ինքը մահացել է, լիքը տենց վատ բաներ, անեծքներ, բայց հենց 27 թիվ մտնենք, իրան որպես այսպիսի քաղաքական գործիչ ես մեծ վերելք եմ տեսնում, շատ մեծ վերելք ու ինքը ինչ որ նորից ինչ որ բան պետք է ղեկավարի, բնականաբար ես իրան վարչապետ չեմ տեսնում։ Ես չեմ էլ ուզում վարչապետ, ես իմ չափը եւ իմ նկրտումների սահմանը իհարկե գիտեմ։ Բայց ինչ որ մի հատ պաշտոն ձիրք, որ ինքը պետք է սենց ղեկավարի ու առաջ տանի, հասկանում ես, որովհետև նորից եմ ասում, ինքը խաղապարապես շատ խելացի է, շատ զարգացած է, շատ ուժեղ է, մենակ գիտեք ոնց է, լիզվի վրա չի կարող, ոնց որ նոր չկարողացա, ասենք չտարբերեց որ ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ լրագրող եմ, պետք է սուս մնա էլի, իմ հետ պետք է գործ չունենա, ինքը չկարողացավ։ Այդ մարդը այտենց է, ինքը իր տեսակով այտենց է, պորտկում է, բայց թարախ մարդ չի, վատ մարդ չի, վրեդնի չի, հասկանում ես, գիտի ընկերություն անել, գիտի նվիրվել, շատ նվիրված անձնավորություն է։ Տեսեք, եթե ինքը ինչ որ մեկի հետ գործնական առումով շփվում է, ինքը անմնացորդ դիմացինին նվիրվում է, հասկանում ես, բայց ցավը գիտես որի մեջ է, որ ինքը ինչ ձևոր ինքը նվիրվում է, այդ նույնը ինքը երբեք չի ստանում։ Միշտ իրան դավաճանում են, միշտ իր հետևից խոսում են, որտեղ ինքը սենց մի հատ բարձր վերելքի վրա է կանգնած, ու ասենք շատ լիքը մարդիկ իր տակը փորում են անընդհատ։ Ու տենց էլ միշտ եղել է, որ իր տակը միշտ փորել են։ Ու հետաքրքիր է գիտեք որն է, որ ես չգիտեմ,
ով ինչ, բայց ինչ որ մեկի հետ էլ որպես սիրուի կապել են, էլի ղեկավար մարմին, բայց աստու սիրուն ես կնկան ցկնված անշանով կնիկ չեմ տեսնում։ Ճիշտ էլ անում ես Անի ջան։ Այլասերված անձնավորություն, էլի եմ կրկնում 27 թիվը թող ինքը մտապահի, որտեվ 27 թվի մեջ ինքը շատ մեծ վերելք է ապրելու։ Ինքը շատ է սիրում սիրուն հագնվել, շատ թանկ շորիգներ, պայուսակներ, կոշիկներ, բայց հիմի ոնց որ մի քիչ ստոպ տված եղնի։ Մի քիչ չէ, շատ։ Հիմա ես 10 եվրոից ավել ոչինչ չեմ գնում։ Ճիշտ է, էլի լավ է հագնվում, բայց ինքը իր աղջիկան, իր երեխուն շատ նվիրված հասկանում ես ու ինքը որպես այսպեսին շատ լավ ծնող է, աղջիկներ նույնը մոր համար ես չեմ կարող ասեմ։ Իր աղջիկան անձնական մեծ հաջողություն է սպասվում այս տարի օգոստոս ամսին։ Իր աղջիկա մասին է խոսքը։ Անի ջան, Աստված ձայնդ լսի, այո, ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է եւ ինչ որ բաներ ասեց Անին, որի հետ ես ինչ որ ընթացք պահի կարող եմ համաձայնել, կարող եմ ոչ, հիմա ես աշխատում եմ վաղուց արդեն, այդ մասին կարծեմ մի անգամ մենք խոսել ենք, ես իմ շրջապատից մաքրում եմ բոլոր տոքսիկ մարդկանց, ես այդ ավելորդ քաղաքավարությունը շատ վաղուց հաղթահարել եմ, եթե ուզում եմ շփվել, շփվում եմ, չեմ ուզում, չեմ շփվում, ով ինձ խանգարում է, ես իմ կյանքից պարզապես հեռացնում եմ, երբեք հետ չեմ նայում, եւ ես երևի շատ ուշ, բայց շատ ուշ տարիքում դա շատ ավելի շուտ պիտի սովորած լինեի, սովորել եմ ասել ոչ, դա ամենահեշտ բանն է եւ ֆանտաստիկ հեշտացնում է ձեր կյանքը եւ եթե 27 թվականի ավելի լավ ինչ որ բան լինի, իհարկե լավ, բայց հիմա էլ ես ինձ թու համարում եմ բացարձակ երջանիկ մարդ, կին երջանիկ։ Շատ է սիրում ճանապարհորդել, մենակ հետո մի քիչ ինձ լսի, արի մի քիչ սուս պայի լեզուդ, թող հələ ընտրություններին ասնի նոր խոսի։ Էսկանը։ Հարգելի գաղտնի հյուր, ունեք հարց պայծառատեսին, թե միանաք մեզ ու շարունակենք արդեն։ Երևի եկեք միանամ ձեզ։ Ինչպես արդեն մեր հեռուստադիտողը տեղեկացված էր հենց ամենասկզբից, մեր հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է, շնորհակալություն Տիկին Զոհրաբյան։ Ես եմ շնորհակալ եւ Անին շնորհակալություն, որ այս վիճակով բերել ես եւ ըստ էության Անին իմ մասին ամեն ինչ ասեց, էլի։ Նույնիսկ այն ինչ որ մեր հեռուստադիտողները չգիտեին։ Դուք նաեւ ընթացքում մտածում եք, որ տեղեկացված չէ, դե Ասատուր ջան, այնքան ճշգրիտ է, չնայած մենք Անիի հետ մի անգամ շփվելու փորձ ունեցել ենք, միջև պատերազմը նոր այդ էինք խոսում Անիի հետ մեր փոքր ընդմիջման ժամանակ, որ բացարձակ այլ մարդ էի ես միջև պատերազմը, որտեղ շատ ավելի պերֆեկցիոնիստ, շատ ավելի ծայրահեղական, շատ ավելին մշտապես պահանջող, փոքրով չգոհացող։ Պատերազմը Անի ջան, ես ասեցի, իմ կյանքում այնքան բան փոխեց, որ ես հասկացա, որ զարթնում ես, քո հարազատները քո կողքն են, քո երեխաները, քո ծնողները, քո սիրելիները առողջ են բոլորը ու դու քեզ լավ ես զգում, իսկ առաջ կասեի, հա դե դա բնական է, այդտեղ ինչ մի երջանիկ լինելու բան կա, էլի։ Այս տղաները 18 տարեկան, որ զոհվեցին, իրանք ինձ այնքան բան սովորացրեցին, որ պետք է ուրախանալ օրով, այսօր երեկը չկա, վաղը դու չգիտես ինչ է լինելու, այսօր, որտեղ այդ վաղը կարող է չլինել։ Հենց Աստվածաշունչը ասում է, չէ, ապրի տվյալ պահով։ Այո, այսօր հիմա ապրիր այստեղ եւ հիմա, այդ կարգախոսը, այո, ապրիր այստեղ եւ հիմա։ Ես փակել եմ այդ անցյալի դռները, այդ ամեն ինչը, չէ, որ այդ ցավը ես ինձ հետ այստեղ եւ հիմա, որ բոլորիս կյանքում էլ եղել է, չեմ բերել։ Ունեք հարց, այն ժամանակ գաղտնի սենյակում դուք ասացիք, որ չունեք հարց։ Չէ, ունեմ, շատ պատասխանատու հայտարարություն արել Անին, ասել է 27 թվականին ինչ որ ռադիկալ բան է փոխվելու իմ կյանքում, անձնական փոփոխություն չեմ ուզում, որովհետև թու, ես իմ անձնական կյանքից շատ գոհ եմ։ Հիմա Անի ջան, որ չեղավ, ինչ ենք անում, բա որ եղավ, ինչ ենք անում։
Իմ բարակայում չեղնել չկա, բայց որ եղավ, ուրեմն Հիշեք, մի րոպե, սիրելի հերոստադիտողներ, 2027 թվա սկզբին չէ անի։ սկիզբ չասեցի, 27 տարվա մեջ լավ։ 27 թվին գործնական վերելք ես ունենալու, ինչ որ փոփոխություն է լինելու, որ դիրք ու պաշտոն եք զբաղեցնելու։ Դե պաշտոն անկեղծ ասած ես նույնիսկ падգամավոր ելնելու բացարձակ ցանկություն չունեմ, որ Այդ դուք չունեք, բայց ճակատագիրը ձեզ տալու է, որ դուք Հա, լինելու եք։ եւ ուրեմն բոլորդ հիշում եք 2027 թվականին շատ քիչ չի մնացել, ինչ ասեմ։ Այստեղ բոլորդ արդեն դերաբաշխումներ արեցիք, բայց եկեք չմոռանանք, որ ես եմ ձեզ հրավիրել, որ հաղորդման հեղինակն էլ ես եմ։ Այո, վերջ, հա, ինչ է լինելու իմ հետ, Անիի հետ, Ասատուրի հետ, մեկ էլ իմ սիրելի Արոյի հետ 27 թվականին։ Անի ունեք ավելացնելու որևէ բան։ Իհարկե ունեմ, ժողովուրդ ջան, հա, իրականում 27 թվին Տիգին Զորաբյանին մեծ փառք ու վերելք եմ տեսել, բայց ես կադակ եմ անում ոչ թե վերելքի պահով, այլ ես ոչ մեկից այդ կլինի թեկուզ Տիգին Զորաբյանը դառնա երկրի ղեկավար, նախ ղեկավար չտեսա ես, բայց ես ոչ մի սպասելիք ու ակնկալիքներ ոչ մեկից չունեմ, որտեղ Աստվածաշունչն ասում է կայսերինը կայսերին, թագավորինը թագավորին, ես նորից պայծառատես եմ, ով ուզում է լինի ղեկավար, ով ինչ ուզում է լինի, անին նույնն է մնում, ուզում եմ որ ամենաշատը լինեք առողջ ձեր ընտանիքի հետ, ձեր աղջիկա հետ, թոռնիկի հետ, ձեր հարազատների հետ, Դա ամենամեծ բանն է, Անի ջան։ որովհետև դրանից ենքո մեծ կյանքում աշխարհ ու կյանք չկա։ Ես համաձայն եմ եւ շատ հաճախ ինձ նաեւ հիմա երիտասարդ կանայք, ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ, հարցնում են ինչն է կարեւոր, ես միշտ ասում եմ ընտանիքը, սերը։ Եթե ինձ հարցնեին, դու եղել ես կուսակցության նախագահ, 15 տարի падգամավոր, ես չգիտեմ, եվրոպական բոլոր խորհրդարանների հայկական պատվիրակության ներկայացուցիչ, դա կփոխեիր քո ընտանեկան անդորի, այն ինչ որ ես այսօր ունեմ երջանկության իմ հարազատների հետ, հավատացեք Անի ջան, առանց մեկ բան կեղծելու ասում եմ ոչ երբեք։ Ուրեմն ավելացնեմ մի բան ու վերջացնենք, մինչև իմ ամուսնանալը մոտ մի 2 տարի առաջ ես իմ ապրած տարիների կյանքում միշտ հասել եմ այն ամեն ինչին, ինչ ուզել եմ։ Ես չեմ ունեցել խնդիր, որ կարող է մեկը լավ հագնի, ես չկարողանամ, լավ մեքենա վարի, չկարողանամ, բայց ինձ որ հարցնում էին Անի ջան, դու երջանիկ ես, ասում էի, չէ, կողքից հարազատներս ասում էին, բայց ինչի երջանիկ չես։ Ասում էի, որովհետև ես իմ ընտանիքը չունեմ, հասկանում եք, բայց երբ որ հիմի ընտանիք ունեմ, ես արդեն հասկանում եմ, որ իմ կողակցից ենքոմ լուրջ եմ ասում, աշխարհ ու կյանք չկա ու Եվ քո բալիկից չի լինելու, դու հասկանալու ես, որ բալիկս է ծնվի, որովհետև կինը երբ է երջանիկ, երբ որ ինքը սիրված է, հասկանում եք, ինչքան ուզում ես դու ունեցի թանկարժեք ոսկիներ, թանկարժեք մեքենա, եթե դու ինչ որ մի տեղ ես հրավիրված ու տեսնում ես, որ այնտեղ բոլորը իրենց զույգը ունեն ու դու մենակ ես, ուրեմն դու դժբախտ ես։ Իզուր չի որ Աստվածաշունչը ասել է, եթե կինը ծնվում է, ուրեմն ինքը պիտի պարտադիր զույգ ունենա ու մայրանը, հասկանում եք, այդ է երջանկությունը։ Թեկուզ ուտես ցամաք այդ հացը, բայց կեր կողքից սիրած մարդու հետ։ Ես միանշանակ համաձայն եմ Անիի հետ, այո, դա շատ կարևոր է եւ նաեւ շատ կարևոր է, որ մենք մեր շրջապատում ունենանք պոզիտիվ մարդիկ։ Ես այդ հիմա շատ ավելի կատեգորիկ եմ այն մարդկանց առումով, ում հետ շփվում եմ, բոլոր տոքսիկ, իմ շրջապատում էլ տոքսիկ մարդ չկա, տենց մարդիկ կան, չէ, հատկապես կանայք, իրանք անդադ դժգոհ են, անձրևա ցուրտ է, արևա շոկ է, իրանք միշտ դժգոհ են, միշտ տոքսիկ են եւ իրանք իրանց կյանքն են թունավորում, էլի ես դրա համար եմ, ինձ համար այդ բանաձևը ապրիր այստեղ եւ հիմա ու կտեսնեք, որ այնքան է փոխվում եւ սովորեք ասել ոչ, ես սա ասում եմ հատկապես կանանց, հատկապես ընդհանրապես բոլորին, մի ասեք դե լավ կտեսնեմ, եթե ինչ որ բան չեք ուզում անել, մի քաղաքավարությունից ելնելով ասեք, մի շաբաթ հետո զանգի կտեսնեմ, կփորձեմ, ոչ, ասեք եւ մի անգամից տեսնում եք ինչ բերա ձեր ուսերից ընկնում։ Ես Տիկին Զորաբյանի հետ համամիտ եմ, որտեվ մի 2 շաբաթ առաջ ունեի հաջախորդուի, ով ոչ մի բանի խնդիր չուներ, ազնիվ խոսք։ Ուներ շատ իրեն սիրված ամուսին, բալիկներ, բայց ինքը ինձ ասում է, ես դժբախտ եմ, ասում եմ, ինչ ես դժբախտ, ասում է, հոգիս դադարք է, բայց չասեմ, այդ ասո աչքին հաջող չէ, հասկանում ես, կանայք ունեն մի հատ այսպիսի սովորություն։ Նախ իրանք դիմացի սիրուն կնոջը երբեք չեն ասում գեղեցիկ է, դրանից իրանք տրակվում են, հետո երբ որ
իրանք երջանիկ են, իրանք ասում են, դե հա, հիմի տենց է, պետք է լիներ, ասենք յուրաքանչյուր կին պետք է գնահատի ինչ որ ունի, միանշանակ համաձայն։ Ու բոլորին թվում է, թե եթե ամուսինն ասում է, այս բանը չի կարելի, այնտեղ կողքից մայրերը, չգիտես ով խորհուրդ են տալիս, որ դուք ու դիրքը դնելով չի հասկանում եք, կան բաներ, որ միադեն զիջեք, ինչ կլինի։ Ես համաձայն եմ միանշանակ Անիի հետ այստեղ։ Շնորհակալություն ձեզ, Զորաբյան, որ գտաք համարձակություն ու եկաք, չնայած դուք չունեք համարձակության։ Չէ, այդ մեկը հաստատ չունեմ, Անին ասեց, հա, մի քիչ շատ դեպքերում այո իմ լեզվի ձեռը կրակն եմ ընկնում, բայց դե մարդը այս տարիքում չի փոխվում, հատկապես որ ես իմ տեսակին կդավաճանեմ, եթե դառնամ սենց ինչ որ սենց չի կարա լինի տենց բան։ Անի ձեզ եւս շնորհակալություն, որ այս շաբաթ եւս ուժերի գերլարումով արեցիք ամեն ինչ բացահայտելու համար մեր գաղտնի հյուրին։ Ես նույնպես անչափ շնորհակալ եմ այս յուրահատուկ հաղորդմանը ինձ կանչելու, ներգրավելու համար Ասադուր ջան։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք տեսնելով անտեսանելի հերթական թողարկումը, շարունակեք մնալ 168 Live-ի եթերում, կհանդիպենք շատ շուտով։